Տարվա ժամանակահատվածում հաճախ մեր բնակիչներից շատեր, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, կանգնում են խնդրի առաջ. հովիվ գտնելն անհնար է։ Անասունները պիտի գնան արոտ, իսկ հովիվ չկա։ Այս տարի համեմատաբար բարձր է գնահատվում հովվի ծառայությունը, սակայն նրա աշխատանքն էլ դժվար է։ Այս մասին մեկնաբանում են բնակիչները։ Այո, ունենք հովիվը, կովինը ունենք, ոչխարիլը ունենք, կովին 170-ը, ոչխարիլը 30 լար մի ոչխարը։ Ու արդեն հանած են հովիվները։ Ախր ծրնդու օրա բանը թողած են, որ հովիվ տանը։ Աժի, իհարկե, սա աղտարին պիտուն, չոպան անձրևի տակ, կարգտի տակ, շանամ եւ այլն։ Ինչու՞։ Արևուտակ, էդի հեշտ բան չի հովիվ եղնելը։ Հովիվ եղնելը էդի շանամ մայ բերանք կլնի հովիվը։ Շտե հեշտի զորով էդ մարդիկ կլնին հովիվ, որ բանը իրենց ընտանիքներ պային, ընտանիքներ երեխեք պային։ Օրվա ողջ մասը սարերում ու հանդերում, արևին, տապին, անձրևին, կարկուտին ու որոտին, առանց արձակուրդ, առանց հանգիստ, ահա այսպիսին է նրանց աշխատանքը, միթե այն բարձր չարժենա։ Օրինակի համար, եթե այլ տարբերակ ելնար, միանշանակ ես չէի համաձայնվի, որ տղաները հորը հետ ամուսինս ու տղաներս երթային հովիվ, որովհետև որ հովիվին ինչքան է գումարը տաս, էդիկ են գումարը չէ, դու չես կրնա իրեն երած աշխատանքին դիմաց գնահատես լիարժեք։ Ես չեմ ասեն առումով, որ սենք իմ տանս անդամներն են որպես հովիվ, այդ պատճառով չեմ ասե, ընդհանրապես հովիվը թե արևին, թե ցերտին, թե անձրևին, նահան ցուրտ է, մյուս աշխատավորը կրնա տունը լենա, տան մեջ, շենքի մեջ եւ այլն ավելի մեծ գումար ստանա ու սենք էդիկ չերևա որ այդքան գումարը ստացավ, բայց մե անասունը, մե ամիսը 30 լարի, որ հաշվես որա մե կովը կուքա մե լարի, մե օրը, որ պիտի հովիվը առավոտվա ժամը 6-ին մինչև իրիգնտվա 7-ը դուսը, սարերը, անձրևին, քամուն, արևին, դուրսը էլի, էդիկ ոչինչ է, մե լարին, ինչ է մե կովին համար։ Չնայած որ ասենք ժողովրդին էդիկ ժողովրդին կողմենա կրնամ ես հասկնամ եմ փաստով որ կաթողորական կիչեսնին ամեն մնացած պրոդուկտ ավելի թանկ է քան թե լիտրում կաթը դառուցել են լարի 50 բայց լիտրում ջուրը ավելի թանկ է լարի 70 լարի 80 բնականաբար ժողովուրդը բողոքե գոր ասենք այդ տված սումման որ պիտի հովիվը սարեր արածացնե կովերուն էդիկ թանկ է իրենց համար բայց հովիվին համար էդիկ 0-ի հավասար գումար է, ասենք եթե համարժեք նշանակես որ ասենք գոնե էլի գումար էլի մոտ 250 պիտի ելնա մեկովը տարին օր գոնե հովիվն է իրեն տարած տանջանք են բան հասկնա այդ դեպքում է անասուն պահողին սավսեմ զարար գելնա թեմին աղդիդարությամբ մարդը ստեղոցս հետ կատնադուր է հովիվության, ընդից է անասունները հավաք է, մալադեց այդ մարդուն պադերշկայեր է, ամեն ձևի կայնած է, շնորհակալություն իրեն։ Այդպիսի մարդկանց են, ասենք էլի խեղճով վիդի վերցսնես, էլի հնարավորինս հովիվներն եք աշխատին, խեղճով վերցսնեն, որովհետև որ հնարավորություն չկա, ամեն ինչը թանկ, սալյարքան բենզինը թանկ գծավ, այդ մարդիկ ինչով ցանեն, հենձեն տուն տանին, որ անասուն պահին, հովիվն է տանի, որ փարա առնե բայց սումման քիչ է, եղանակ անձրև ու ցուրտ է այստեղ մենք ռայոնի մեջ արդեն հաշվի որ զանգրդան կոսկրներս մեդավ հբսարին դեշի ինչ կելենան մարդիկ սարսափելի ցուրտ է անգամ հələ ձունը չեղալ է բայց թե ինչ են էս տարբերակ չկա աշխատանքի միջոցը էդիկ է այդ օրով դի ընտանիք պայվի բայց երբ մայրամուտին կովերի նախիրն ու ոչխարի հոտը սարերից իջնում է ցած գյուղում տիրում է աշխուժություն եւ այն մեկ հաճույք է հաջողված օրվա մայրամուտ ու պայծառ այգաբացի սպասում